Արարչի Ֆիդան տետ-ա-տետ հանդիպումից հետո միջազգային լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերից մեկն է. ինչպես է պատրաստվում օրինակ Թուրքիան մեղմացնել, վերացնել լարվածությունն ու հնարավոր պատերազմը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև, ինչպես եւ ակնկալվում էր թուրքական դիվանագիտական պատասխանից ոչնչով։ ՆԱՏՕ-ի անդամ եւ ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան այդ հարցի լուծման համար միայն մեկ պատասխան կարող է ունենալ՝ զուտ ցանկության, հորդորի, կոչի տարբերակով։ Մենք կարծում ենք Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները պետք է վերսկսվեն կառուցողական հիմքի վրա, ինչը կարևոր է տարածաշրջանային լարվածության նվազեցման համար։ Մենք դեմ ենք Իրանի դեմ ռազմական միջամտությանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի դաշնակից պետության արտաքին գերատեսչության ղեկավարի ներկայությամբ հայտնեց, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է դադարեցնեն իր երկրի հետ սպառնալիքների լեզվով խոսել։ Ըստ Արաղչիի, Իրանը երբեք դեմ չի եղել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարբերակներին։ Մենք պատրաստ ենք եւ բանակցությունների, եւ պատերազմի։ Ավելիին ենք պատրաստ, քան տեղի ունեցավ հունիսին։ Բանակցությունները չեն կարող թելադրվել կամ նախապայմանների լեզվով կիրառվել։ Եթե կողմերից մեկը թելադրում է իր պահանջները, ապա բանակցությունները դադարում են։ ԱՄՆ-Իրան լարվածությանը զուգահեռ միասնական ուժերով վարժանքներ են սկսել Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Մինչև Հական Ֆիդան Աբբաս Արաղչի հանդիպումը սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին նաև, թե Իրանի այսպես ասած թիվ 1 բորտը թռիչքի ուղղություն է վերցրել դեպի Մոսկվա։ Սա էլ ըստ որոշ փորձագետ վերլուծաբանների խոսում է Իրանի հյուսիսային դաշնակցի հետ հնարավոր գաղտնի հանդիպումների մասին։ Կարծում եմ, որ սա ջանքերի համադրման նոված որոշակի հանդիպումներ կարող է լինել։ Թուրքիան որպես ԱՄՆ-ի դաշնակից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքում ստանձնել է ակտիվ միջնորդական գործառույթներ։ Այս կոնտեքստում Թուրքիան կարող է դիրքավորվել որպես միջնորդ։ Թե դա ինչ արդյունք կտա, դժվար է ասել, որովհետև Թրամփը ըստ էության ոչնչացրել է բոլոր համաշխարհային խաղի կանոններն ու բանաձևերը։ Որպես տարածաշրջանային գերտերություններ Թուրքիա եւ Իրանի միջև կա նաև մրցակցություն։ Թուրքիայի դիրքի առավելությունը հայկական կողմի համար կարող է բացասական ազդեցություն ունենալ Սյունիքով անցնող ճանապարհի Թրիփուղու շուրջ տեղի ունեցող զարգացումների կոնտեքստում։ Թուրքիան այդ նախագծին կողմնակից է եւ այն առաջ տանող պետություն է։ Իրանը ճիշտ հակառակը դեմ է։ Այս մրցակցության այսպես ծիրում Թուրքիան ստանում է առաջնահերթություն։ Վերլուծաբանների դիտարկմամբ շատ կարևոր է նաև, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը չդառնա տարանցիկ երկիր տարբեր խմբավորումների տեղափոխման համար։ Ինչի փորձեր ես կարծում եմ կլինեն, եթե Իրանի նկատմամբ երկարատև ռազմական գործողությունների սցենար պլանավորվի, ինչը քիչ հավանական եմ համարում։ Բացի այդ, ԱՄՆ-ի Իրանի դեմ հարձակման պարագայում Հայաստանը պետք է պատրաստ լինի Իրանից փախստականներին ընդունելու հարցում նաև։ Հայաստանն ըստ վերլուծաբանների քիչ ռեսուրսներ ունի նման հոսքերի դեմն առնելու համար։ Չեն լինի այնպիսի միգրացիոն հոսքեր, ինչպիսին շատերը պատկերացնում են։ Օրվա ընթացքում հայկական մեդիա դաշտում տեղեկություններ տարածվեցին, որ օրեր առաջ Մեղրի սահմանային հատվածում 10-ից ավելի քաղաքացիներ կեսգիշերին մոտ փորձել են ապօրինի առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել Հայաստանի եւ Իրանի պետական փշալարերով սահմանը։ Նրանց ազգային անվտանգության ծառայության սահմանապահները ձերբակալել են։ Ըստ քննչական կոմիտեի պետական սահմանը ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ։ 7 հոգի կալանավորված է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։